Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես արագորեն դիմեմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, բայց արդեն հետևում են մեր թողարկումներին, խնդրելով նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր մեր զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ մեր վաղեմի բարեկամ Ռուբեն Մեհրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, եւ շնորհակալություն մեր հրավերը հերթական անգամ ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեզ եւ ձեր հարգարժան լսարանին եւ միանում եմ ձեր կոչին բաժանորդագրվել եւ հետեւել ձեր YouTube Շնորհակալություն մեր ալիքը, այսպես ասած, վերցանելու, ռոպագանդելու համար։ Պարոն Մեհրաբյան, իրողությունները շատ են քաղաքական, իրարամերժ, այսպես ասած, մի տեսակ անհանգիստ վիճակներ կան, բայց ամեն դեպքում եկեք այդ հայտնի անհանգիստ վիճակների մասին, ինչպես նախնական եթերից առաջ որոշեցինք առանձնապես շատ չանդրադառնանք չկրկնվելու համար, մանավանդ որ բազմաթիվ արդեն հարթակներից խոսել եք դրա մասին, եւ եկեք խոսենք ամենավերջին նորության, իրողության մասին, Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրված այդ փաստաթղթերի մասին, ինչ կարծիքի եք, որից հետո նաեւ կուզենամ որ խոսեք այդ փաստաթղթի նշանակության մասին մեր տարածաշրջանային զարգացումների համար։ Տեսեք, անհանգիստ, դե այո, ամբողջ աշխարհն է անհանգիստ, բայց ինչ վերաբերվում է մեզ, մեր տարածաշրջանը սկսել է նմանվել այն փոթորիկի աչքին, հա, երբ որ շուրջ բոլորը մի այսպես պատահում է, հա, մեծ ռադիուսով, բայց կենտրոնում նույնիսկ քամի չկա։ Այո, մենք հիմա գտնվում ենք այդ վիճակում եւ փառք Աստծո։ Եվ դա հնարավորություն է տալիս մեզ կենտրոնանալ մեր ներքին անելիքների վրա եւ նորովի կառուցել մեր կապերն արտաքին աշխարհի հետ, որը հայտնի հանգամանքների բերումով գտնվում էին փլատակների մեջ եւ Հայաստանը ըստ էության ձեռնամուխ եղավ այդ ուղղությամբ աշխատանքներին 2022 թվականից, երբ այդ փլատակները ուղղակի ակնբախ դառան։ Այս ընթացքում, որ ընդամենը 3 տարի է, ինչը պատմության համար ընդամենը մեկ ակնթարթ էլ չի, Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել, բայց սա դեռ անցնելիք ճանապարհի միայն սկզբնամասն է։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ապա դա, այսպես ասենք, եւ չափազանցություն չի լինի, դա Հայաստանի համար իրոք իր հետագա պատմական ընթացքի թիվ 1 ուղղությունն է ինտեգրացիայի տեսակետից, համակարգաստեղծ գործունեության հաջողության շահերից ելնելով, հա, ներքին, այդ ամենը պայմանավորված է Եվրամիության հետ մեր հարաբերություններով, եւ մնացած ուղղությունները ըստ էության գալիս են ուժեղացնելու դա։ Դա եւ խաղաղության օրակարգն է մեր պրոբլեմային հարևանների հետ եւ տարածաշրջանի այդ ֆրագմենտացիայի հաղթահարումը, հա, ֆրագմենտացիա պայմանավորված կոնֆլիկտներով եւ կոնֆլիկտների հաղթահարմամբ հաղթահարվում է այդ ֆրագմենտացիան եւ մեր տարածաշրջանը դառնում է կապող օղակ մայրցամաքների միջև։ Եվ այստեղ Հայաստանը ուղղակի թեկուզ աշխարհագրորեն առանցքային դեր է ստանձնում, ուզենք թե չուզենք։ Եվ սա շատ կարևոր է գիտակցել, եւ կարևոր է գիտակցել, որ մենք ունենք անուն Հայաստանի Հանրապետություն, բայց մենք նաեւ ազգանուն ունենք
եւ կգա ժամանակը, ես վստահ եմ, երբ յուրաքանչյուր հայաստանցի ուղղակի ինքն իրեն կխոստովանի, որ ես հայ եմ, իսկ դա նշանակում է ես եվրոպացի եմ։ Սա շատ կարևոր է։ Եվ այս ուղղությամբ այն իրադարձությունը, որ տեղի ունեցավ Բրյուսելում, դա մի շատ կարևոր շրջափուլ է, որը եկավ մեր հարաբերություններում Հայաստանը եւ Եվրամիությունը այդ մինչ այժմ գործող այդ սեպա պայմանագրից էլ, որը դեռ մինչև վերջ էլ իրականացված չէ, ցավոք սրտի, էլ ավելի առաջ քայլ է անում։ Ստորագրվել է ռազմավարական օրակարգ հարաբերությունների, որի մեջ ներառված են բոլոր ոլորտները։ Բացարձակապես բոլոր։ Անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն, մշակույթ, իրավական ոլորտ, ստանդարտներ, պրակտիկաներ, կայունություն հիբրիդային հարձակումների դեմ, կիբերանվտանգություն, չթվարկեմ, թվարկելը միայն ժամանակ կխլի։ Եվ ուրեմն, այս ամենը տեղի է ունենում ոչ միայն ի կատարում են այն մտադրությունների, որոնք ունեին Երևանը եւ Բրյուսելը։ Այստեղ կան մի քանի չափումներ, որոնց մասին, որոշների մասին ես կցանկանայի առանձին նշել։ Սա արվում է նաեւ ի կատարում են անցյալ տարվա ապրիլի 5-ի այն եռակողմ ռազմավարական պայմանավորվածությունների, որոնք տեղի ունեցան Բրյուսելում, Հայաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջև։ Եվ սա դերևս Բայդենյան այո, վարչակարգի վարչակարգը այստեղ կապ չունի, մենք պայմանավորվել ենք ոչ թե Բայդենի հետ կամ իր պետքարտուղար Բլինքենի հետ, մենք պայմանավորվել ենք Միացյալ Նահանգների հետ, որը այո այսօր ունի ուրիշ վարչակազմ, վաղ կունենա ուրիշ վարչակազմ, մեր հարաբերությունները պետության հետ են եւ մեր պետության հարաբերությունների մասին է խոսքը, հա, այլ ոչ թե մեր այսօրվա կառավարության, որը էլի անverջ չի, հա։ Այս ամենը նաեւ տեղի է ունենում արդեն իսկ հաստատված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ֆոնին, որը արդեն խարտիայով հաստատված է, եւ դրա մասին մենք ձեր եթերում եւս խոսել եւ քննարկել ենք, եւ օգոստոսի 8-ի համաձայնությունների ֆոնին։ Եվ այնպես է փաստորեն ստացվում, որ Եվրամիությունը դրանով իսկ միանում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը եւ օգոստոսի 8-ի համաձայնությունների մաս է դառնում առնվազն Հայաստանի մասով, հա։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա, որ տեսեք հիմա զուգահեռաբար մի դիվանագիտական աժիոտաժ է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի դադարեցման գաղափարի շուրջ, հա, եւ այստեղ ակնհայտ են այն հակասությունները, որոնք կան Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, մեծ Եվրոպայի միջև, այսինքն թե Եվրամիության, թե Բրիտանիայի, հա։ Մինչդեռ մեր տարածաշրջանում այդ շահերի սիներգիա գոյություն ունի եւ դրանք ոչ միայն չեն հակասում, հա, այլև փոխադարձաբար ուժեղացնում են իրար։
Նկատի ունեք տարածաշրջանային խաղացողների, այսպես ներկայացուցիչների սիներգիան, այսինքն Չէ։ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության Եվրամիության իսկ այլ ներկայացված այլ կողմերի ներկայացված կողմերը իհարկե Իրան, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան ես այդ կողմը չեմ վերցնում մենք քննարկում ենք Հայաստան արևմուտք հարաբերությունները եւ այստեղ այո արևմուտքը հանդես է գալիս որպես հավաքական արևմուտք սա կարեւոր արձանագրում է հետո արդեն հաջորդ հարթության վրա թե դա ինչպես է կոռելացվում այլ խաղացողների շահերի հետ դա արդեն ուրիշ խոսակցություն Այդ դրա մասին էլ եթե կարելի է մի քիչ Դրա մասին ասենք հետեւյալը դե հաշվի առնելով արևմուտքի գործոնը որը ըստ էության որպես միասնական տրանսատլանտյան ռազմավարություն է այստեղ գործի դրվում դրա դեմ բոլոր պոտենցիալ դժգոհները ուղղակի անզոր են մանավանդ Ռուսաստանը ում փափուկ ուժը հա այսպես ասենք ուղղակի ավերակների մեջ է հիմա եւ Ռուսաստանը այստեղ բարոյաքաղաքական բանկրոտ է ուղղակի եւ մի վակուում է առաջացել եւ տրանսատլանտյան դաշինքը կամ եթե կուզեք այո միասնական արևմուտքը մեր պարագայում գալիս եւ լցնում է այդ վակուումը որովհետեւ կա շահ որն է այդ շահը դա հասանելիություն ունենալն է դեպի կենտրոնական Ասիա եւ դեպի Չինաստանի հյուսիս արևելյան սահման Միասնական կներեք արևմուտք ասելով այստեղ դուք ինչ եք հասկանում ըստ ձեր տեսակետի այսինքն ԱՄՆ-ը միասնական շահերի սինխրոն եւ Բրիտանիա հա այսինքն այստեղ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ըստ ձեզ շահերը չեն հակասում մեր տարածաշրջանի եւ Հայաստանի այլև սիներգիայի մեջ եւ սա շատ կարեւոր է այստեղ սա կարելի է մի հատ շատ որպես հզոր համընթաց քամի որպես գնահատել եւ մեզ ուղղակի տրված է միայն մեր առագաստները ճիշտ ուղղությամբ պահել եւ կայմերն էլ ձիգ որ քամին շուրջ տա մեր արտգործնախարարը այնտեղ նաև կարևոր հայտարարություն արեց, որ սրանով չեն սահմանափակվում Հայաստանի ամբիցիաները եւ վկայակոչեց այն օրենքը, որը ընդունված է Հայաստանում, դա Եվրամիությանը լիիրավ անդամակցությանն ուղղված քաղաքական կուրսի մեկնարկի մասին օրենքն է, օրենք, որին օրենք դառնալու մեջ ես էլ իմ անձնական համեստ ներդրումն եմ ունեցել, լինելով Եվրաքվեի նախաձեռնության անդամ, իշարս 50 մեր ընկերների եւ գործընկերների մեր կուսակցությունն է այնտեղ կարևոր մասնակցություն ունեցել իշարս այլ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների բայց հիմա գանք այսպես ասենք բաց թողումներին մեր մենք ահռելի տնային աշխատանքի այսպես տեղ ենք բացել մեր այս քայլով եւ դրան հետեւած հայտարարությունով եւ մեր պետական համակարգը դեռ համարժեք չէ այդ դրված խնդրին մեր մոտ գործադիր իշխանության մեջ դեռ միայն արտգործնախարարությունն է առաջանցիկ տեմպով եվրոինտեգրման վարչություն ձևավորել օրինակ իր մոտ կառավարության մեջ նման ստորաբաժանում դեռ չկա այսպես ով ազատ է լինում հա այն բանկա չէ այն միջանցքային կառավարման եղանակ չէ որ դուրս ես գալիս միջանցք ում տեսնում ես հանձնարարություն ես տալիս Միջդեռ պետք է ստորաբաժանում Սիտուացիոն քաղաքականություն հա ինչ որ միտեղ Այո, այսպես հրշեջային էլի հենց Միջդեռ այստեղ համակարգային աշխատանք է պահանջվում, որի համար պետք է լինեն ստորաբաժանումներ լայն լիազորություններով, որպեսզի
արվի անհրաժեշտ աշխատանքը։ Երկրորդը ինչը ես կուզեի նշել, դա կոմունիկացիան է մեր շատ վատ։ Այսպեսի տպավորություն է, թե Եվրոպայի հետ մենք ինչ անում ենք, չենք անում, դե դրա մեջ երկու բան կա, էլի։ Շուտ մի բան անենք, այս վիզաները լինի, որ Եվրոպա ուզենանք գնանք մի շաբաթով ման գանք, դեսպանության մոտ հերթ չկանգնենք վիզայի համար։ Հանգիստ գնանք, հանգիստ գանք։ Եվ երկրորդը, հա դա մի քիչ էլ առևտուր, էլի։ Դե որ Լարսով լավ չի լինում, դե մեզ նեղում են, բան են անում, այնտեղ չեն նեղի, այդ ոնդել մի քիչ էլ գինը բարձր, հա։ Դե լավ է, էլի։ Բայց դա մի աննշան մասն է։ Մինչդեռ Եվրոինտեգրում դա նշանակում է եվրոպական ստանդարտների, եվրոպական պրակտիկաների ներդրում Հայաստանում։ Վարչապետը երբ գանգատվում է, որ կադրեր չկան, այո, նաև համապատասխան կադրերի պատրաստում, որ այդ ստանդարտների եւ պրակտիկաների ներդրողները պատրաստ լինեն դրան, որովհետեւ մեր միջին վիճակագրական պետապարատի աշխատողը շատ տեսական պատկերացում ունի, թե ինքը ինչ պետք է անի։ Այդ դա պետք է արվի։ Հիմա ես առիթ ունեցել եմ մամուլի հետ իմ շփումներում այդ մասին խոսել, պետք է կրկնեմ, կա հարկատուների հաշվին գործող պետական կառավարման ակադեմիա, որ ինչի համար է հարկատուների հաշվին կադրեր պատրաստելու, ասում եք կադր չունենք, այսինքն չի պատրաստում, բա ինչ անում, ձրիակեր է ուրեմն, հասկացանք կարողությունների հարցը, բերեք, վարձեք, ասենք 500 եվրոպացի և որ ուսուցում կազմակերպեն այդտեղ, երկրորդը շրջանավարտներին, հա, դրեք, ասենք, հանձնաժողովով, հա, չգիտեմ, ԿԳՄՍ-ին եք հանձնարարում, թե նաև ձեր լիազորին եք կցում այդ հանձնաժողովին, չգիտեմ, ընտրեք 1000 երիտասարդի, պայմանագիր ստորագրեք հետները, ուղարկեք վերապատրաստման, որից հետո հենց գալուն պես նշանակեք պատասխանատու պաշտոնների։ Եվ այդ պրոցեսները արեք զուգահեռ։ Նաև պատրաստեք կադրեր պատրաստողներին, հա, որ այս անցման շրջանից հետո արդեն նրանք տեղում կադրերը պատրաստեն։ Այդ ամենը պետք է պետությունն անի։ Եվ դա հենց եվրոինտեգրման ամենակարևոր բաղկացուցիչն է։ Հաջորդը ինչ կուզենայի ասել, գիտեք ինչ, տևականորեն հավերժ թվացող չլուծվող կոնֆլիկտը օբյեկտիվորեն բթացնում է ցանկացած կառավարման համակարգի։ Որովհետև եթե ասենք դուք գալիս եք, օրինակ, դիմում եք իշխանությանը, որ ասենք թե ջուր չունեք ջրելու ձեր հողը, կամ ինչ-որ բան եք աճեցրել, չեք կարողանում այն ուրեմն իրացնել եւ այլն։ Ասում են, գիտեք ինչ, ընկեր ջան, մենք հիմա պատրոնի հարց ենք լուծում, տանկի հարց ենք լուծում, մեր երեխաները սահմանին են, եկել ես քո, ասենք թե կարտոֆիլի կամ ջրի հարցով իմ ժամանակը խլում ես, էլի։ Օրերը կբացվեն, կյանքը կլավանա, նոր կանդրադառնանք քեզ, իսկ հիմա հենց մի ձև հարմարվի։ Հարմարվում են մի տեղ, երկու տեղ, 3 տեղ, 4 տեղ, 5 տեղ։ Արդյունքում մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ այսպես ասենք, մարդկանց մոտ ստեղծվում է ինչ-որ հենց անտերության զգացում։ Եվ այնպեսի ընկալում կա Երևանից դուրս ապրող մարդկանց մոտ, որ Հայաստանի Հանրապետությունը դա Երևանի Հանրապետությունն է։ Իսկ իրենք էլ մատնված են, այսպես բախտիքը մահաճույքի եւ իրենց էլ մնացած բաները հասնում են այսպես մնացորդային սկզբունքով։ Արդյունքում ինչ ունենք, հողերի կեսից շատը չի մշակվում։
Մեր ջրերը չեն կառավարվում, 70%-ը գնում է Կասպից ծով։ Մեր գյուղատնտեսության զարգացման որևէ ռազմավարություն չկա։ Էներգետիկայի հետ կապված այս Ստորջրյա ջրերի մասին է խոսում, որ գնում է դեպի Կասպից ծով 70%։ Չէ, ընդհանրապես ջրերը։ Ընդհանրապես մեր ջրերը, Հա, հատկապես որ ուղություններով հոսող ջրերը բոլոր։ Բոլոր։ Բոլորը արդյունքում այո, բոլորը գնում են այնտեղ, ասում են կորուստների 70%-ը։ Եվ դա նորմալ է։ Դրա մասին Հողերն խոսվել է, ցամաք։ բայց չի ասվում, Դա խոսվել է, այ տեսեք դուք նույնիսկ տոկոս մատնանշեցիք, որը Իրենք են մատնանշում, ես վտանգավոր- մեջ բերում եմ Այո։ ընդհանրապես։ Եվ հողերի մեծ մասն էլ որ չի մշակվում եւ դեգրադացվում է ջրի պակասի պատճառով։ Այն մանր-մունր գետերն էլ որտեղ կար, որ շրջակայքն էլ դրանով, ասենք, ոռոգվում էր, մցրել են խողովակի մեջ եւ ասենք մի 5-10 մեգավատ էլեկտրոէներգիա մի երկու հոգի ստանում, կողքերն էլ ցամաքում է։ Մենք էներգետիկայի ստրատեգիա էլ չունենք։ Ու արդյունքում ունենք ինչ, երբ Իսրայելը, որ Հայաստանի տարածքի 2/3-ն է եւ տարածքի 80%-ն անապատը սարքում է այգի, մենք մեր այգի երկիրը սարքում ենք անապատի, Աստված կպատժի սրա համար, չի կարելի ասես բան։ Մենք տեղերում մարդիկ էլ ովքեր ասենք հերոսաբար ինչ որ բան են աճացնում, իրացնելու խնդիր կա։ Ոչ մեկ չի կազմակերպում այդ բաները։ Լոգիստիկ ֆունկցիաները մնում են թափուր։ Խոշոր սպառողները կամ պոտենցիալ սպառողները գերադասում են, որ մի տեղ դիմեն։ Ներմուծելն ավելի ձեռնտու է դառնում, քան ինչ որ գնալ գյուղերով հավաքել։ Մինչդեռ գյուղերը պետք է հավաքեն ինչ որ միտեղ, որ սպառողը գա մի տեղից իր ուզած քանակի բանը վերցնի։ Մեր մեծ սպառող է բանակը, հա, կամ չգիտեմ, մանկապարտեզները, դպրոցի բուֆետները եւ այլն, հա, մեծ ցանցերը, սուպերմարկետների եւ այլն։ Այդ ամեն ինչը պետությունը պետք է կազմակերպի, չէ՞ այդ բաները։ Բերի հանդիպացնի, օրինակ ծառայի, նախաձեռնի։ Ինչը ձեր կարծիքով չի արվում։ Այ դուք Չի արվել նոր հիմա ժամանակ է բացվել, որ էլ տանկ ու պատրոնի մասին արդեն մտածող գերատեսչություն կա, այդտեղ ավտոպիլոտով ամեն ինչը կարվի, արածնել կգան կզեկուցեն։ Բայց այնպես չի, որ ամբողջ պետական համակարգը լծված էր դրան, մնացածը մնացորդային սկզբունքով։ Հիմա նոր ժամանակ, բայց սկսել է պետք։ Մտնել է պետք ցանկացած տարածք, բոլոր տարածքները հատ առ հատ, որ մարդիկ զգան։ Պետությունը իհարկե օրինակ ինչ են անում, ենթակառուցվածքներ են, հա, նորացնում, նորը կառուցում ճանապարհներ, ինչը շատ կարևոր է։ Նոր դպրոցներ են սարքում, հիանալի է, մանկապարտեզներ, արտակարգ։ Բայց դա բավարար չի։ Դա բավարար չի։ Մարդիկ տեղերում մնալու համար եւ տեղում հաջողելու համար, այո, միջավայրի ձևավորման կարիք ունեն, եւ դա միայն այդ մարդկանց անելիքը չի, դա նաեւ պետության անելիքն է։ Եվ նաեւ դա եւս Եվրամիության հետ համագործակցության արդյունք է, որովհետեւ դա եւս բազմաթիվ եվրոպական ստանդարտներ է պարունակում, հա, որը եւ պրակտիկաներ, որոնք պետք է ներդրվեն նաեւ տեղերում, նաեւ Երևանից դուրս, Երևանը ռեզինից չի։ Հասկանու՞մ եք, մեր երկիրը նման է մի ռախիտիկ օրգանիզմի, որի գլուխը մեծ է, բայց ձեռը ոտերը տկար, ոտքի վրա հազիվ է կանգնում։ Հասկանու՞մ եք։ Սա աննորմալ, անհամաչափ վիճակ։ Տեսեք, Լիտվան Հայաստանի չափ երկիր է, չէ՞։ Ամենամեծ քաղաքը Վիլնյուսն է, երկրորդը Կաունասն է, այնտեղ ոնց է 600,000 Վիլնյուսի բնակչությունն է, 400,000 Կաունասինն է, Կլայպեդան էլ մի 300,000, 250,000 անց քաղաք։
նավահանգստային։ Մնացածը հավասարաչափ բաշխված է բնակչությունը եւ զարգացման աստիճանն էլ փոքր երկրում, հա, Հայաստանում չի կարող լինել հերրավոր գյուղ։ Հայաստանի տարածքն է այնքան է, որ Ամերիկայում այդ հերրավորության մարդիկ ամեն օր գործ են գնում գալիս։ Ոնց է դա ստացվում, որտեղ կա ենթակառուցվածք։ Եվ մենք չպետք է այդ պայմանական հերրավոր, որ անունը դնում ենք, դա չի նշանակում անտեր։ Ռոբինզոն Կրուզոյի կյանքով ապրող էլի։ Չի կարելի այդպես։ Մենք հիմա հնարավորություն ենք ստանում այս հարևանների հետ հարաբերությունների ներդաշնակեցման պայմաններում արդեն զբաղվել մեր ներսի խորը արմատական փոփոխություններով, որի կարիքն ունի մեր երկիրը։ Եվ սա էլ եմ ասում, սա հնարավոր է դառնում Եվրամիության հետ հարաբերությունների խորացման պայմաններում, որը մեզ նախ մեծ ներդրումներ կբերի, եւ երկրորդը ստանդարտներ եւ պրակտիկաներ, հա, որ նոր հեծանիվ չհորինենք, ինչը ոնց պետք է անենք, կա ձևը, պլյուս դրան կա փորձը, նախկին արևելյան, իսկ հիմա կենտրոնական Եվրոպայի երկրները այդ ճանապարհն անցան։ Դրանցից շատերը, ասենք, ավերվել էին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հիմնահատակ, ասենք, Լեհաստան, չէ՞։ Հետո կոմունիստներն էլ ինչ սարքել էին։ Հետո վերցրեցին, ինչ սարքեցին։ Հիմա Լեհաստանը դարձավ $1 տրիլիոն ծավալով տնտեսություն ունեցող պետություն, առաջի 20-յակը մտնող։ Տեսեք ինչ թռիչք։ Եվ սա է եվրոինտեգրումը, ոչ թե մենակ վիզաները կամ էլ, չգիտեմ։ Ձեր ասածից, պարոն Մեհրաբյան, տպավորություն այ դուք մատնանշումներ արեցիք ըստ ձեր տեսակետի դեպի Եվրոպա տանող, բայց կարծես թե ես հասկացա, որ այնքան քիչ բան է արվել եւ արվում, մատնանշելով միայն նաեւ արտգործնախարարության օրինակը եւ նաեւ այդ սիտուացիոն քաղաքականության այդ պահը, որը փաստորեն ըստ էության իրական դիվերսիֆիկացիա, եթե այսպես բնորոշենք, չի պարունակում։ Չէ, ես համաձայն չեմ։ Միգուցե ցանկություններն են, բան առերևույթ արտահայտում են ցանկությունների մասին, բայց գործ չեն անում, հա։ Եվ գործել կա, արված գործել կա, բայց մենք միայն սկզբնամասում ենք։ Մենք նոր առաջի քայլերն ենք անում։ Անելիքն արժևում է, բայց միգուցե դա բալանսավորված ըստ Նիկոլ Փաշինյանի ասած ես չեմ հասկանում այդ ինչը։ Բալանսավորումը մյուս աշխարհ քաղաքական բևեռների հետ, հա, չի լինում տենց, որովհետև տեսեք, եթե նկատի ունեք Ռուսաստանի հետ, ապա Ռուսաստանը դա այս վիճակն է, չէ, Չինաստանը դա ուրիշ պատմություն է։ Չինաստանի հետ ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ որևէ մեկը չի տեսնում, առևտուր զարգանա, բիզնես զարգանա, տնտեսական կապեր զարգանա, բայց պարզ է, չէ, քաղաքական հարաբերություններ կոմունիստների հետ, դա ինչ հերմետիկ երկիր, հա, ինչ քաղաքական հարաբերություններ պետք է լինի, եթե կա քաղաքականություն, դա պետք է վերաբերվի տնտեսությանը, ասենք, Շանհայ, փոխշահավետ, ես չգիտեմ այդ Շանհայն ինչի համար է, մեր ինչին է պետք, չգիտեմ, բայց գնացել էին, ու բարեբախտաբար չէր ստացվել, պետք է Պակիստանին խնդրենք մի հատ էլ բլոկ անի, մինչև հասկանան, որ տենց չի լինում, չէ, չի լինում էլի, համը չի գործում այս դեպքում, հա, ձեզ, չի լինում տենց, հնարավոր չի, ձեր, ոնց ասեմ, տարամետ ուղղություններով միաժամանակ շարժվել, ուղղակի ֆիզիկայի օրենք կա, էլի, չի ստացվում։ Դու պետք է ունենաս քո ազգանունը, իսկ հետո մնացածը փոխշահավետության հիման վրա, ում հետ ուզում ես, ինչ ուզում ես արա, բայց քո ազգանունը սա է, բալանսավորված ազգանուն չի լինում, էլի։ Հասկանում եք։
Այսինքն գտնում եք, որ առաջնահերթությունը Առաջնահերթ բացարձակ առաջնահերթությունը լրացնող ուղղությունները կարող են արդեն լրացնող ուղղությունները ուղղությունների մասին կարող ենք մտածել ըստ ձեզ։ Այո, ինտեգրացիոն պրոյեկտը մեր ապագայի, հա, որը նաև քաղաքակրթական բնույթ է կրում, այո, դա Եվրոպան է, եւ իհարկե առանցքային նշանակություն ունի մեր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, որը հետ կապված մեր պայմանավորվածություններն արդեն թևակողել են գործնականացման փուլ։ Մենք խոսեցինք, որ սա գալիս է եւ տեղավորվում է նաեւ Հայաստան Միացյալ Նահանգներ գործընկերության այդ մատրիցայի մեջ։ Սա շատ կարեւոր է նաեւ այն իմաստով, որ Միացյալ Նահանգները ներկայիս այս գլոբալ հեղափոխություններում, որ աշխարհում տեղի են ունենում եւ դեռ շարունակվում են, ուղղակի անվերապահ առաջատարն է, էլի, ունել առաջատարի ինչ ձևով, ինքը առաջին տեղում է, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ տեղ չկա, հետո նոր մնացած են 7-րդ, 8-րդ տեղերի համար կարող են պայքարել, կարող են ոչ։ Եվ Միացյալ Նահանգների հետ մեր պայմանավորվածությունները երկկողմ հենց ամենաառանցքային ոլորտներն են ներառում։ Դա կիսահաղորդիչներ, բարձր տեխնոլոգիաներ եւ արհեստական բանականություն։ Դա մի ուղղություն։ Այստեղ մենք գործնականացում ենք տեսնում։ Ատոմային էներգետիկա եւ էներգետիկ անվտանգություն։ Մենք այստեղ պետք է օր առաջ վերջնականացնենք այս պայմանավորվածությունը։ Հիմա Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակվում են այդ տիպային պայմանագիր, կոչվում է պայմանագիր 1-2-3։ Դա տիպային պայմանագիր է, որը Միացյալ Նահանգները կնքում է այն երկրների հետ, ում հետ ընդունում է քաղաքական որոշում համագործակցելու խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ուղղությամբ։ Հիմա մեր միջուկային էներգետիկայի վաղվա օրը պայմանավորված է Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ, որովհետև այո, նրանցն է ամենաառաջատար տեխնոլոգիաները։ Նաև Ամերիկայի հետ համագործակցաբար այստեղ միջուկային օբյեկտ ունենալը դա հավելյալ անվտանգության գործոն է Հայաստանի համար։ Քաղաքական եւ Իհարկե, ռազմաքաղաքական, ռազմավարական, այո։ Սա անվտանգության ռազմավարական մակարդակ ապահովելու ունակ նախագիծ է, որ կարող է լինել։ Պլյուս դրան, այո, Հայաստանը իր տեղը միջուկային ակումբում տարածաշրջանի եւ աշխարհի, այո, պետք է պահպանի։ Հետն էլ ձեռք է բերել նաեւ արհեստական բանականության այդ էլիտար ակումբում տեղը, ինչը շատ կարևոր է եւ գիտեք, որ այս Firebird եւ Nvidia ընկերությունները համագործակցաբար Հայաստանում այդ կենտրոնը առաջի որ Հրազդանում պետք է բացեն եւ դա վերջինը չի, Հայաստանում եւս մի քանիսը պետք է բացվի։ Այո, սա Հայաստանին ուղղակի առաջատար է դարձնում։ Մեծ տարածաշրջան։ Նման կենտրոններ, նման մակարդակի ծավալի հնարավորությունների կենտրոններ այս ամբողջ այս մեծ տարածաշրջանում մեկ Էմիրություններում կա, մեկ Իսրայելում, մեկ էլ շուտով Սաուդյան Արաբիայում կլինի, էլ ուրիշ ոչ մի տեղ։ Ոչ մի տեղ եւ չի լինելու։ Եվ իհարկե էներգետիկայի առումով։ Այո, մենք պետք է ոչ ածխաջրածնային էներգետիկայի ժամանակաշրջան մտնենք։ Եվ այդ իմաստով այնպես ստացվեց, որ այս 7 տարիների ընթացքում, ասենք, արևային էներգետիկան Հայաստանում զարգացավ այնքան, որ իր ծավալով դարձավ մեր ատոմակայանի հզորությունից 2.5 անգամ ավել։ 1 գիգավատ արևային էներգիա է արտադրում հիմա Հայաստանը, այսպես հավաքականորեն։ Այն տան տաքացուցիչներից մինչև պլանտացիաներ արևային մարդկոսն։ Հիմա կարևոր է կումուլյացիոն
պոտենցիալ զարգացնել Հայաստանում, հա, որովհետև դա ցերեկն է արտադրում, հա, արևը մայր է մտնում, այդ ժամանակ էլ սպառումն է մեծանում։ Այդ կումուլյացիան մենք պետք է ապահովենք եւ նաեւ բազային ուրեմն գեներացիոն հզորություններ ունենանք, ինչը հիմքը այո պետք է լինի միջուկային էլեկտրակայանները, ցանցը, այսինքն այն մոդուլային էլեկտրակայանը, որ մենք կսարքենք, դա միակը չպետք է լինի։ Եվս մի 3 հատ Հայաստանում այո պետք է գալու սարքենք, ավելացնենք, որովհետև էլեկտրաէներգիայի պահանջարկն է մեծանալու, ամբողջ տրանսպորտը դառնալու է էլեկտրական, վաղը մյուս օրը մենք այս գազօջախները տներից հանելու ենք եւ լինելու է էլեկտրական, ջեռուցումն է լինելու էլեկտրական։ Էլ չեմ խոսում այդ կրիպտոարժույթի մայնինգն է, որ մեծ էներգատար է, էլ չեմ ասում այդ արհեստական բանականության այդ դատա ցենտրները, որ կան, ասենք Հրազդանը, որ սարքում են, դա 100 մեգավատ հզորությամբ էլեկտրոէներգիա է ծախսելու։ Ու միակը չի լինելու։ Մեզ պետք է այո հավելյալ, բացի դրանից էլ էլեկտրոէներգիան դա ապրանք է արտահանման համար, իսկ Հայաստանը միակ երկիրն է ամբողջ այս տարածաշրջանում, որն ունի կամ կարող է ունենալ էլեկտրոէներգիայի պրոֆիցիտ եւ ավելցուկ արտահանման համար եւ երբ մենք նաեւ Եվրամիության հետ այս բրյուսելյան պայմանավորվածությունը նաեւ այն մասին էր, որ Հայաստանը միանում է Կենտրոնական Ասիայից Եվրոպա արտահանման էլեկտրաէներգիայի արտահանման այդ նախագծին եւ միացման ենթակառուցվածքներ են ստեղծվելու Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Վրաստան սահմանին, որը Հայաստանի արտահանման կարողությունները կմեծացնի եւ հնարավորությունները։ Մենք միանգամից մոտ 1000 մեգավատ էլեկտրոէներգիայի փոխանցման ենթակառուցվածքներ պետք է ունենանք այդ սահմանների վրա, իսկ Թուրքիայի հետ գուցե էլ ավելի մեծ ծավալի եւ այս ամենը էլի Եվրամիության հետ համագործակցության արդյունք է եւ կլինի, հա։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ դու ունես լավ ենթակառուցվածքներ, դա ձևավորում է լավ բիզնեսի լավ, այսպես ասենք, էկոհամակարգ եւ դա բերում է ներդրումներ։ Եթե X ընկերությունը տարածաշրջանում ուզենա բիզնեսը ծավալել, նա որոշելու է որտեղ իր կենտրոնը ձևավորի։ Եվ այստեղ ներքին ներ տարածաշրջանային մրցակցության մեջ, այո, Հայաստանը պետք է լավագույն պայմաններն ապահովի այդ ընկերությունների համար։ Ես էլ չեմ խոսում, որ ապագայում երբ Իրանում ռեժիմ կփոխվի, քաղաքական ռեժիմ կփոխվի եւ Իրանը բարեհաջող կլուծի իր խնդիրները միջազգային հանրության հետ, Իրանը բացվելուց Հայաստանը շատ մեծ հնարավորություններ է ստանում Իրանում ներդրումներ անող բոլոր հնարավոր կորպորացիաների կենտրոնատեղին դառնալու համար։ Եվ այլն։ Եվ նաև տեսեք ռազմավարական համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ եւ այդ ամենը բերեց նրան, որ Մեծ Բրիտանիան եւս ակտիվացավ եւ հիմա Հայաստանում է պաշտպանության նախարարը, մինչ այդ կար ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերությունները բարձրացնելու երկուստեք քաղաքական որոշում Երևանից եւ Լոնդոնից եւ ի կատարումն արդեն այդ քաղաքական որոշման Բրիտանիան այստեղ ռազմական կցորդ ատաշե, հա, նշանակեց եւ հենց այդ
ինաուգուրացիային, հա, այսպես ասենք, ժամանեց պաշտպանության նախարարը այստեղ, ինչը պատմական իրադարձություն է։ Իսկ Մեծ Բրիտանիան չափազանց կարևոր երկիր է իր ազդեցությամբ։ Չափազանց կարևոր։ Այո, աշխարհը խոսում է անգլերեն։ Չմոռանանք։ Բացի դրանից Բրիտանիայի ազդեցությունը մեր տարածաշրջանի երկրների վրա, այսպես ասենք, չերևացող ազդեցությունը ուղղակի ահռելի է։ Եվ որոշ երկրներ էլ օրինակ համարում էին, որ իրենք, ասենք, այսպես որոշակի էքսկլյուզիվ վերաբերմունքի են առաջացել, ուրեմն արժանացել Բրիտանիայի կողմից, ելնելով British Petroleum-ի բիզնեսի ծավալների հետ։ Հենց նույն Ադրբեջանի օրինակը չէ։ Մենք տեսնում ենք, որ Բրիտանիան նախ հավասարապես հանեց էմբարգոն եւ Հայաստանի վրայից եւ Ադրբեջանի վրայից ազդարարելով, որ կոնֆլիկտը վերջացած է եւ ես հանում եմ էմբարգոն, այսինքն Բրիտանիան մեծ հաշվով ազնիվ է գտնվել մեր պատերազմի հետ կապված, ի տարբերություն Ռուսաստանի, որն էլ հենց զինեց Ադրբեջանին հարձակողական զենքով, Բրիտանիան չէր, որ դա արեց։ Եվ Հայաստանի հետ տարածաշրջանային կոնֆլիկտներից, եթե ասենք միակ, ասենք ուղղությունը մենք հրճակենք, բայց այս բոլոր դեպքերում Իրանը դուք վկայակոչեցիք, որ Իրանում դեռ ռեժիմը վարչակարգը չի փոխվել։ Մենք Իրանի հետ ունենք առանձնահատուկ վստահելի հարաբերություններ եւ մեր դիվանագետները դրսևորել են պատշաճ կարողություն Իրանին բացատրելու, որ այս ամենը ինչ արվում է մեր օգուտի համար եւ դա չի կարող ուղղված լինել ընդդեմ Իրանի, ուղղակի չի կարող։ Երկրորդն էլ, գիտեք ինչ, Իրանում էլ աշխարհագրությունը լավ գիտեն, հա, 12 օրյա պատերազմը երբ տեղի ունեցավ, Պարսից ծոցում Միացյալ Նահանգների նավատորմի բացարձակ գերակայության գոտի է, հա։ Եթե Իրանին ուզենան վնաս տալ, պետք չի գան Հայաստան, որ Հայաստանից վնաս տան, էլի, 42 կիլոմետրից։ Վնաս տալու շատ ավելի հարմար տեղեր կան։ Էլ չեմ ասում, արաբական ծովից հասանելիություն կա, այդ ինքնաթիռները, որ եկան հարվածելու, եկան Դիեգո Գարսիայից, ոչ թե, որը շատ հեռու է, Հայաստան առանձնապես չէ։ Հետևաբար Իրանի հետ խնդիր ես չեմ տեսնում, Թուրքիան մենք տեսնում ենք, որ շատ հստակ դեպի արևմուտք բեկում է արձանագրում իր քաղաքական կուրսի, իսկ նաև կա այն ընկալումը, որ Հայաստանը կարևոր գործոն է դառնում Թուրքիա-Եվրամիություն եւ Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերություններում, մեր հետ հարաբերությունների նորմալացումը դարձել է այդ հարաբերությունների օրակարգի հարց, հա, Թուրքիա-Եվրոպա, Թուրքիա-Միացյալ Նահանգներ։ Եվ կա այն ընկալումը, որ դա միայն օգուտ կբերի թե Թուրքիային, թե Հայաստանին, եւ որ Հայաստանը այո, հստակ կուրս է վերցրել հարաբերությունների նորմալացման եւ նույն ընկալումը նաեւ Ադրբեջանում կա, բայց Ադրբեջանում ուղղակի ռեժիմի առանձնահատկություններն այնպիսին է, բացի դրանից էլ այո, կոնֆլիկտը դեռ երկար իներցիա է ունենալու։ Իրենք հասկացան, որ իրենց ցանկացածի առավելագույնն արդեն ստացել են, սրանից ավել էլ չեն ստանալու։ Այնուամենայնիվ նրանք հասկացան։ Ախորժակ դեռ ունեն։ Դե ախորժակը ունենալը վնաս չի, չունենալն է վնաս, այո։ Հետո դե հարցել է, հետո ունեն թե չունեն։ Դե որտեղ ընդեղել են հոգնել այդ։ Վերջինս ագրեսիվ ռետորաբարությունը Դե ինչ ագրեսիվ, մրթմրթում։ մրթմրթել։ Դե հա։
Բայց քան ժամանակ 22 տարի մրթմրթացել է 23-րդ տարին միանգամից մրթմրթոցը որ կտրի իրեն չեն Իրեն չեն հասկանում։ հասկանում, հետ էլ կա։ Ահա։ Դե հետեւապես սա իներցիա է, որը դեռ պետք է հաղթահարվի։ Ու մի բան էլ ասեմ, երբ մեր այս խոսակցությունները, հա, այս դրական մթնոլորտում երբ սկսեն գործնականանալ, մրթմրթոցն էլ արդեն կդառնա այն ականջ սղոցող, էլի կասեն դե լավ հերիքը խոսաս։ Չեն ընկալում, հիմա էլ մարդիկ զգալի մասը ադրբեջանցիների չեն ընկալում այս խոսակցությունները։ Կան իհարկե ընկալունակներ էլ, դա ավակ սերունդն է, անմիջապես տուժածներն են, հա։ Այսինքն վտանգներ ըստ ձեզ չտեսնենք Ադրբեջանի կողմից, նա չի կարող ստանալ Այսպես մեր ասեմ, դեպքում կարճաժամկետ վտանգներ չկան, ես տեսնում եմ դե կարևոր հենց հարցի եկանք։ քաղաքականություն ուղղված այդ կարճաժամկետ, նույնիսկ միջնաժամկետ վտանգների վերացման, բայց կան երկարաժամկետ կարող են լինել երկարաժամկետ վտանգներ, Ուրեմն մի բան հիշեցնել ձեզ, էլի պատմությունից։ Մենք խոսում ենք արաբական արշավանքներից, մոնղոլական արշավանքներից, սելջուկական արշավանքներից, լավ, այդ ինչ էր, որ այդ մարդիկ իրանց մոտ մեկը Տափաստանում, մեկը անապատում ապրում էին։ Մեկ էլ վեր կացան ու սկսեցին այնտեղ ավիրել ջարդել։ Դրանք զինված կլիմայական փախստականներ էին։ Կլիմայական փախստականներ, որոնք նաև զինվեցին եւ եկան այնտեղ, որտեղ ավելի բարենպաստ կլիմա էր։ Եկան, հիմնավորվեցին, մոնղոլները ոչ, թուրքերը այո, դա դարձրեցին հայրենիք, ով էլ այնտեղ ապրում էր, հիմա նրանք չկան։ Նույն արաբները։ Հետն էլ համաճարակներ էին նաև, դե գիտենք, չէ՞, Հուստինիանոսի ժանտախտը, որ տևեց 80 տարի, չէ՞։ Վերցնա, որ մերձավոր արևելքի բնակչության 70%-ը մեռավ։ Հունախոս, հա, հիմնական։ Դատարկ տեղն էլ, սուրբ տեղն էլ դատարկ չի լինում։ Տեղ եկան արաբները։ Նույնը Եգիպտոսում, չէ՞։ Ալեքսանդրիայի բնակչությունից 1/5-ն էր մնացել։ Եվ այլ։ Մեր խնդիրն է, այո, ներքին այդ դիմակայունությունը նաև, այսպես ասենք, ոչ պետական վտանգներից ապահովագրել է։ Մեր տարածաշրջանից հարավ արևելքից մինչև հարավ արևմուտք չորանում, անապատանում։ Նայեք, Արալի ծով, Բալխաշ լիճ, հա, այդ Սիրդարիա, Ամուդարիա գետը, ցամաքում են։ Իրանը ցամաքում, Թեհրանը ասում են կարող է էվակուացվի։ Կատաստրոֆա է։ Ուրմիա լիճը ցամաքել է։ Թուրքիան ամբարտակներ է սարքում Սիրիայում ու Իրաքում են ցամաքում։ Այնտեղ Նեղոսն է բարակում, Չադ լիճն է ցամաքում, Սահարան գալիս է առաջ, անապատացում է Եթովպիայում։ Այդ նշածս տեղը ապրում է կես միլիարդ մարդ, հա, ամենակիչը։ Ինչ է լինելու, ես չգիտեմ։ Իսկ մեր մոտ համ ջուր կա, համ կանաչ կա, ամեն ինչ կա։ Դրա մասին մենք արդեն են շատ երկարաժամկետ հեռանկարում, այո, մենք պետք է մտածենք, որ մեր երկիրը այո կարող է նաև տենց ժամանակաշրջանում ապրել, ինչ-ինչ կլիմայական հանգամանքների բերումով եւ մեզ այդ դիմակայունությունը շատ ու շատ անհրաժեշտ է։ Եվ այստեղ նաև պետք է շատ լավ միջազգային փորձ ուսումնասիրել, Իսրայելի փորձ ուսումնասիրելի դեպ ես ողջունում եմ մեր փոխարտգործնախարարի այցը Իսրայել եւ այդ ձգտումը Իսրայելի հետ վերաբեռնել մեր հարաբերությունները։ Մենք խնդիր չունենք Իսրայելի հետ եւ չպետք է ունենանք խնդիր Իսրայելի հետ։ Ուղղակի չպետք է ունենանք, էլի։
ունենալով մեր այո սկզբունքային դիրքորոշումը, ասենք երկպետական որոշման հետ կապված, խաղաղության ձգտման հետ կապված, բայց հիմա ասում եմ բայ Իրանը, մեր ու Իրանի հարաբերություններն Իսրայելի մասին է, չէ։ Մեր եւ Իսրայելի հարաբերություններն էլ Իրանի մասին չեն եւ չպետք է լինեն։ Ադրբեջանի մասին էլ չեն եւ չպետք է լինեն։ Չնայած Ադրբեջանն այնպես արեց, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները դարձան նաեւ Հայաստանի մասին։ Դե որովհետեւ Հայաստանը ոչինչ չէր անում, որովհետեւ Հայաստանի արտգործնախարարը 10 տարի, ասենք Լավրովի ժուչոկն էր, մինչև էտել շարլատան։ Դրա համար էլ արդյունքը սա պետք է լիներ։ Հիմա այդ ամենը ուղղելու սրբագրելու ժամանակն է։ Ամենաերկար ճանապարհն էլ միշտ սկսում է առաջին քայլից։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան։ Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն հետագայում, կարծում եմ կտեսնենք, նաև մասնակցենք այդ զարգացումներին, որովհետև հիմա շատ ներառական է քաղաքականությունը դարձել, որտեղ եւ մամուլն է քաղաքականություն կառուցող եւ քաղաքացին է քաղաքականություն կառուցող, այնպես որ միայն առաջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր տաղավարում էր հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, կհանդիպենք։